Սիրելիներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով։ Տերը օրհնի քեզ, Տերը պահի քեզ, հաստատի քեզ իր ճշմարտությունով եւ իր արդարությունով, ուղղորդի քեզ։ Փառք լինի Հիսուս Քրիստոսին մեր Աստծուն։ Կուզենամ խոսեմ ձեզ հետ Աստծո խոսքի ճշմարտությունից եւ հայտնությունից։ 18-րդ գլուխ Ղուկասի ավետարան 9 համարից սկսված։ Ոմանցն էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են եւ ուրիշներին արհամարում էին, այս առակն ասեց. երկու մարդ տաճար ելան աղոթելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթքներ անում. ով Աստված, շնորհակալ եմ քեզանից կամ գոհանում եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները եւ կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ։ Իսկ մաքսավորը հերու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որտեվ ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է կբարձրացվի։ Ես խորում եմ ահա ինչի մասին ու կուզենամ բարձրաձայնեմ դա մեր Տեր ու Փրկիչ Աստծո փառքի համար, օրհնյալ լինի Տիրոջ սուրբ ու պատվական անունը։ Տերը թող զորացնի ձեզանից ամեն մեկին, որպեսզի դուք հաստատված լինեք Տիրոջ խոսքի ճշմարտության մեջ։ Մեր Տիրոջ խոսքը Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխի մեջ 28 խոսքերում ասում է. եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ եւ մեղավորներդ եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ստեղ ասում է մաքսավորի մասին, որ նա արդարացված գնաց իր տուն։ Ինչու համար այսօր շատերը աղոթում են, ապաշխարում են իրենց մեղքերի համար, զղջում են, բայց չկա թողություն։ Ինչի համար շատերն ասում են ես ապաշխարում եմ բարկությանս համար, մյուսը նախանձի, մյուսը շնության, ասում են նորից կրկնվում է իմ կյանքում։ Ինչի համար ասում են նորից ու նորից անդադ ես ինչ որ մի բանի համար խոստովանում եմ եւ դա կրկնվում է։ Ես չեմ ասում դա մշտական, հիմնական պատճառներից մեկն է, բայց Աստծո խոսքի ճշմարտությունով կուզեմ ձեզ հետ սա ձեզ փոխանցել նաեւ։ Ուշադրություն դարձրեք։ Մաքսավորը իր կուրծքը ծեծում է եւ ասում է. Տեր ինձ ողորմիր մեղավորիս։ Տեր ինձ, ես եմ մեղավոր, Տեր ինձ ողորմիր, խնդրում եմ, ինձ ների Տեր։ Նորից եմ կրկնում։ Մաքսավորը իրեն է ցույց տալիս, ինձ մեղավորիս Տեր։ Ինձ, ես եմ թույլ տվել, իմ Աստված, ինձ ների, խնդրում եմ քեզ։ Ես եմ թույլ տվել, իմ Տեր, իմ Փրկիչ, իմ Հիսուս Քրիստոս, իմ Տեր, ես եմ դա թույլ տվել, ինձ ողորմիս այս արարքիս մեղքիս համար։ Բայց ինչի համար շատերը արդարացված չեն գնում իրանց տուն։ Ինչի համար խաղաղություն չեն գտնում խոստովանությունից հետո շատերը։ Որտեվ իրանց մտքի մեջ մարդիկ միջև այսօր մեղադրում են սա էր մեղավոր, նա էր մեղավոր, սրա պատճառով եղավ, դրա պատճառով դա եղավ, այս իրավիճակը ստեղծվավ դրա համար ինձ հետ էս եղավ։ Եվ մենք անընդհատ մեղավորներ ենք փնտրում մեր մտքի ծայրով, դաժե կանգնած կենթանի բարձրյալ Աստծո առաջ կանգնած մենք ինքներս փոխանցում ենք ու մենք ինքներս ասում ենք սա էր Տեր մեղավոր, բայց ասում եմ ների ինձ իմ բարկության համար Տեր։ Տես չէի ուզում Տեր բարկանայիմ, բայց որ կիսուրս տենց ասեց դրա համար էլ չդիմացամ Տեր։ Նորից կրկին անգամ մեղադրում ենք։ Ուղղակի ես ուղղակի ասեմ կիսուրի պահով, իհարկե կարող դա էլ լինի, մեկը կարող ասի մայրս, մեկը երեխաս, մեկը ամուսինս, մեկը կինը, մեկը աշխատանքի վայրում եղող ընկերը, գործընկերը, ընկերուհիս, չգիտեմ, հովիվը, եկեղեցում ինչ որ մի ծառայող, ինչ որ մի եղբայր կամ քույր, կարող ենք դրանք թվարկել։ Երկրում եղող այս քաղաքական խանդավառությունները, այս սրանք են մեղավոր, հինները, նախնիները, չգիտեմ, ներկաները, ինչ պատճառ ասես կուզենանք գտնենք։ Ես սրան նայում եմ, ներվայնանում եմ, չեմ դիմանում էլ։ Սրան հենց տեսնում եմ հեռուստացույցով, վсё, բարկությունս դուրս է գալի։ Իմ սիրելի եղբայր, իմ սիրելի քույր, ումն ես դու մեղադրում։ Արդյոք ուզում ես ապաշխարես։ Արդյոք իրապես քո սրտի մեջ կա, որ դու զղջաս ու հեռանաս այդ մեղքից։ Սա դա նախնիները, ներկաները, իրանք, դրանք, սրանք չեն մեղավոր։ Տեր, ինձ ողորմիր։ Ինչի եք շատ անգամ կրկնում, բարկության մեջ ընկնում եք ու անդադ կրկնվում է, ասում ես Տեր, շատ եմ աղոթում բարկության համար, բայց չեմ ազատագրվում դրանից։ Որտեվ քո սրտի մեջ ինչ որ մեկը կա, որին միշտ մեղադրում ես, որ ինքն է պատճառը քո բարկության։ Հենց դու դադարես ու ասես Տեր ների ինձ, որ ես մեղադրում եմ ամուսնուս, որտեվ միշտ ասում եմ ինքն է բարկությանս պատճառը։
Ներիր ինձ, որ ասում եմ կինս ա կամ ներիր ինձ Տեր, որ ես ասում եմ կիսուրս, կեսրարս, հայրս, մայրս, երեխաս, գործընկերը, չգիտեմ, աշխատանքի վայրում եղող նախկիները, ներկաները, չգիտեմ, իշխանավորները, քահանաները, իրանք են բարկությանս հեղինակը, մեղավորության մասը։ Տեր, ներիր ինձ, որ նրանց մեղադրելով ինքս ծածկում եմ իմ մեղքը եւ միշտ կրկնում եմ սա։ Սա է ճշմարտությունը։ Տեսեք ինչ է գրված հայտնության գրքի մեջ, տեսեք ոնց ասում, սիրում եմ այս խոսքերը Տիրոջ ամեն մի ճշմարտությունը, որ ազատ է անում։ Հայտնության գիրք, 2-րդ գլուխ, 5 խոսքը. Արդ հիշիր, որ տեղից վայր ընկար եւ զղջա եւ առաջի գործերը արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրակակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես։ Շատ անգամ իմ սիրելի քույր ու սիրելի եղբայր, միչև մենք չընդունենք, չգիտակցենք, չզղջանք ու չապաշխարենք։ Իրապես միչև մեր սխալները, մեր մեղքը մենք ինքներս չապաշխարենք, չզղջանք մեր սխալների, մեր թույլտվածի համար, մեր մեղքերի համար, մենք երբեք արդարացում չենք գտնի։ Մենք անդադ դա կկրկնենք։ Գիտես ինչ ասում այս խոսքերը։ Ասում եմ մենք կկրկնենք անդադ այդ նույնը։ Եթե մենք միջով չզղջանք ու չապաշխարենք, մենք եթե չհիշենք որտեղից ընկանք, մենք որտեղից ընկանք, ոչ թե ով դարձավ պատճառը, մենք որտեղից ընկանք, մենք նորից կրկնելու ենք դա, լինի բարկության հետ կապված, լինի գայթակղության, շնության, մյուսը նախանձի են, մյուս ուրիշ իրավիճակի հետ կապված, մենք անդադ կրկնելու ենք։ Տերն ասում է, ես եկել եմ մեղավորների հետևից։ Մեղավորները կարիք ունեն։ Ուրիշին չեն մե այսօրվա պես հիշում եմ։ Նոր ապաշխարած էին 2014 թիվը անցել էր արդեն, եթե չեմ սխալ 15 թիվն էր, մի տարի երևի չլիներ պլյուս մինուսով ապաշխարած էին։ Եվ մի իրավիճակ կար, որի համար արտասվում էին իմ սենյակի մեջ Տիրոջ առաջ, ես գիտեմ, որ ես դա ճիշտ եմ։ Всё Տերը ինձ պետք է այս հարցի շուրջ արդարացնի, որտեվ ես 100%-ն ես արդար եմ այդ հարցի շուրջ։ Ես ասում եմ Տեր դու տեսար, դու ինձ տեսար այս սիտուացիայի մեջ, տեսար ոնց են ինձ Տեր վեր կաց Տեր սենց ու ես лесում եմ խոսք Տիրոջից, որը արթնացրեց ինձ։ Ծնկեկած աղոթում եմ արցունքներս ես թափել արդեն պոլերի վրա, ասեց это ты допустил։ Դու ես թույլ տվե։ Գիտես որ ասես դու ես թույլ տվե ծնկներիս վրից հելամ կանգնամ ոտքերի վրա։ Ասիմ ինչ Տեր։ Ես եմ թույլ տվե։ Այդ լացածս արցունքները հետ եկան աշկերիս մեջ։ Ասում եմ Տեր, ես եմ թույլ տվե դա։ Այդ օրվանից ես գոհանում եմ Հիսուսից։ Այդ ժամանակվանից սկսած ես հարցում եմ, ասում Տեր, ես ինչ եմ թույլ տվե, որտեվ Սուրբ Գիրքն ասում է կեղծավոր Մատթեոս 7-րդ գլուխ, քո աչքի գերան նահան, նոր կտեսնես ուրիշի ճոպը, դրա մասին խոսել եմ արդեն ես։ Տերը մեր աչքին անվանում է գերան, բայց քո դիմացինինը ճոպ, տակ դա որպեսի հանգարց դու չբարձրացես ու չմեղադրես, որ ինքն էլ մեղավոր, քո դիմացինը դեր մեղավոր։ Հասկացար։ Ես ուզում եմ ու աղոթում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը արթնացնի քո կամքը եւ դու արթնանաս։ Արթնանաս իրապես, վերցնես քո կամքը եւ դա ընծայես մեր բարձրյալ Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Եվ իրապես պատասխանատվություն կրես քո արածի համար, Տեր, ես եմ դա թույլ տվե։ Ոչ ոք մեղավոր չի, Տեր։ Ինքս պետք է շտկվեմ։ Քո խոսքերը ինձ ա վերաբերվում, Տեր, իմ դիմացին չի վերաբերվում։ Քո ասված խոսքը, որ սիրեք իրար, որտեվ նոր պատվիրան եմ տալ, ինչպես ես ձեզ սիրեցի, դա ինձ ա վերաբերվում, Տեր։ Չի վերաբերվում իմ դիմացի կանգնած մարդուն։ Միգուցե իմ կինը լինի, միգուցե իմ ամուսինը լինի, միգուցե իմ տղան, աղջիկը, սկիծուրը, կեսրարը, աշխատանքի վայրում եղբայր ու քույրը։ Բայց քո խոսքն ասում է, որ սիրենք իրար, ինչպես դու ինձ սիրեցիր, Տեր։ Ես պետք է սիրեմ իմ դիմացինին, ոչ թե նրա համար, թե ինքը ոնց է վերաբերվում ինձ, այլ դու ինչպես ես վերաբերվում ինձ, իմ Աստված, ինչպես դու ինձ սիրեցիր։ Ինչ եմ ես վերցնում դրա համար տալն ավելի լավ է, քան թե առնելը։ Ես տվող կլինեմ, Տեր։ Ես կդրսևորեմ դա։ Տեսեք Մաքսավոր ինչ ասում է գոհանում եմ քեզ, ասում շնորհակալ եմ քեզանից, Տեր, որ սենց չեմ։ Փաստորեն շատ անգամ շատ մարդկանց հետ խոսում ես, իրանք ասում են իմ իրավիճակի համար, այո, կան անկեղծ մարդիկ, ովքեր իրապես շնորհակալ են իրանց իրավիճակի համար, գոհանում են Տիրոջը ամեն ինչի համար, բայց դա չեմ ասում մեղքի հարցով, որ մարդը գտնվում է մեղքի մեջ ու ասում է գոհանում եմ, որ ես մեղքի մեջ եմ։ Դրա մասին չի Քավլիցի խոսքը։
Բայց շատ մարդիկ ահա այս մաքսավորի պես արդարացնում են իրենց եւ իրենց հետ որ Աստված ուզում է խոսի իրենց հետ, Սուրբ Հոգին ուզում է մոտենա նրանց ու ցույց տա այն ինչի համար պետք է իրանք կարիք ունեն ազատագրման, ասում այ եղբայր ես գոհանում եմ, ես գոհանում եմ ոնց որ ծածկի խոսը, փակի խոսակցությունը։ Բայց դա ուղղակի գոհություն չի, որ Տերն ուզում է։ Դա այդ գոհության մասին չի։ Դա ուղղակի sense կոսմետիկ գործողություն է, որ ուզում է ծածկի այն ինչ որ թաքնված է։ Հասկանում ես, կոսմետիկ, հələ տեսեք ինչ ասում առաջի Թեսաղոնիկեցիներից 4:3, առաջի Թեսաղոնիկեցիներից 4:3։ Քանի որ Աստծո կամքը սա է, ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ Լսում ես ինչ ասում։ Ասում է քանի որ հստակ, պարզ, հաստատուն, սա է Աստծո կամքը, պոռնկությունից հեռու մնաք։ Սա է Աստծո կամքը քո, ձեր, իմ սրբությունը։ Սա է Աստծո կամքը։ Սուրբ Գիրքն առաջի Հովհաննեսի 2-րդ գլխի 17-ում ասում է ով կատարի Աստծո կամքը կմնա հավիտյան։ Լսում ես, սա Աստծո կամքն է, իմ սիրելի քույր ու եղբայր։ Սա է Աստծո կամքը, քո սրբությունը։ Եբրայեցիների թղթի մեջ ասում է առանց սրբության ոչ մեկ Տիրոջ երեսը չի տեսնի։ Ոչ ոք։ Սա է Աստծո կամքը։ Խնդրում եմ քեզ, հեռու մնա պոռնկությունից։ Հեռու մնա մարմնի կրքի ցանկությունից։ Հեռու մնա պոռնոգրաֆիկ ֆիլմի կախվածությունից եւ ինքնաբավարարության մեղքից։ Ես խնդրում եմ քեզ, սրտիս մեջ կա մի բան կարդալու Սամսոնի մասին։ Խնդրում եմ, որ ուշադիր լինես եւ լսես, թող Տերը քեզ օրհնի։ Դատավորած գիրք 16 գլուխ առաջի համար։ Սամսոնը գնաց Գազա եւ այնտեղ մի պոռնիկին տեսավ եւ նրա մոտ մտավ։ Գիտես, միջև այն ինչ որ կատարվեց Սամսոնի հետ, այն ինչ որ արեց Դալիլան Սամսոնին, ոնց խաբեց նրան, ուժը գողացավ։ Փղշտացիները չէին, որ վերցրին Սամսոնի ուժը, այլ պոռնկությունն էր, որ գողացավ Սամսոնի ուժը։ Լավ լսեք, խնդրում եմ ձեզ, այդ տեսակ պիղծ ֆիլմերի դիտումը նա գողանում է քո զորությունն ու քո ուժը, դաժե քո պայքարելու ցանկությունը։ Եվ նրանք կուրացնում են քո հոգովեր աչքերը, որ չտեսնես ճշմարտությունը, որն էլ քեզ ազատ կարձակի։ Ես խնդրում եմ քեզ, քաջ եղիր, համարձակ եղիր, համարձակ մոտեցի շնորհքի գահին։ Ես սիրով, Քրիստոսի շնորհքով ու Քրիստոս Հիսուսիս հոգու առաջնորդությունով եթե տենց մարդ լինի, որ կցանկանա խոսի այդ հարցերի շուրջ ու կցանկանա ազատագրություն, մեր Քրիստոս Հիսուսով ու նրա խոսքով ու ճշմարտությունով, ես մեծ սիրով կծառայեմ իմ Տիրոջը։ Մեծ սիրով կծառայեմ այն մարդկանց, ովքեր ունեն այդպես կարիքներ ու իրապես ցանկություն ունեն ազատագրվելու այս տեսակ ազդեցություններից, որոնք գտնվում են։ Իրոք սրտանց, որ ունես այդ դրա կարիք ազատագրվելու։ Կապ չունի իմ քույրս ու եղբայրս։ Վստահիր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, նայիր նրան համարձակ եւ մոտեցիր նրա շնորհքի գահին։ Մեր Տերը գինա վճարե, որ ես ու դու լինենք ազատագրված նրա թափված արյան շնորհիվ, նրա վերքերի շնորհիվ, նրա խաչի զորությունով եւ նրա հարության զորությունով։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունը։ Խնդրում եմ քեզ, համարձակություն ունեցի մոտենալ շնորհքի գահին։ Խնդրում եմ շատերիդ ու շատերիդ խնդրում եմ ձեզ, որ այն ինչի համար էլ ապաշխարում եք, շարժվում եք Քրիստոսին սիրելով եւ ձեր մտերիմներին սիրելով, խնդրում եմ ամեն բանի վրա հագեք Աստծո երկյուղը։ Ընտրեք ախորժելի թող լինի ձեզ համար մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի երկյուղը։ Սիրեք Աստծո երկյուղը, փափագեք Աստծո երկյուղը։ Ես մի օրինակ կուզենամ քեզ ցույց տամ, սա շիշը, որի մեջ պարունակություն կա, ջուր կա մեջը։ Շատ եմ սիրում ես հոգևոր պարգևներներ, ես ինքս աղոթում եմ ու նախանձախնդիր եմ հոգևոր պարգևների համար, ինչպես Սուրբ Գիրքն ասում է առաջի Կորինթացիների 14:1-ում։ Բայց մի օր Տերը մի շատ կարևոր ինձ խոսք ասեց ինձ համար կարևոր։ Նաև եթե քեզ համար էլ ընտրես կարևոր, սա կդառնա քեզ համար էլ կարևոր։ Հոգևոր պարգևների քո վերաբերմունքը կախված է Աստծո հանդեպ քո վերաբերմունքից։ Ուզես թե չուզես, շատ մարդիկ ասում են հոգևոր պարգևներ եկավ եւ կուրություն եկավ, մեկը ընկավ հպարտության մեջ, մեկը գոռոզության մեջ միգուցե։ Սիրելի եղբայր ու քույր, հարցը դա չի եղել, հարցը հոգևոր պարգևը չի եղել, հարցը Աստծո հանդեպ քո վերաբերմունքն է եղել։ Ինչպես դու վերաբերվում ես մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդ դա ցույց կտա քո վերաբերմունքը նրա պարգևների նկատմամբ։ Ոնց ես դու վերաբերվում պարգևներին, այդպես դու վերաբերվում ես Աստծուն։ Ես քեզ խնդրում եմ դրա հարցով, մտածիր, խորհիր, ըմբռնիր դա։ Գիտես, բայց ուզում եմ Աստծո երկյուղի մասին քեզ ասեմ։ Միչև եմ որ ասում նախանձախնդիր եղեք
Հոգևոր պարգևներին նրանից առաջ մի կարճ տող կա, իմ Աստվածաշնչի մեջ գրված է, ասում է սիրուն հետևեցեք։ Իմ Աստվածաշնչի մեջ կետ է դրված։ Սիրուն հետևեցեք։ Ինչ էլ որ կանեք հոգևոր պարգևները օգտագործեք որպես հարթակ սեր ընդլայնելու դեպի Քրիստոս եւ դեպի մարդկանց։ Ամեն հոգևոր պարգև օգտագործեք, որ ձեր մեջ եղած սեր ընդլայնեք։ Բայց մի ճշմարտություն կա, որ ուզում եմ ասեմ։ Աստծո երկյուղը սիրեք, խնդրում եմ։ Փափագեք Աստծո երկյուղը։ Սիրեք, սիրեք, ընտրեք Աստծո երկյուղը, ախորժելի դարձրեք Աստծո երկյուղը քո համար։ Քո ամբողջ թե հոգևոր, թե շնչավոր, քո ֆիզիկավոր մարդու համար։ Թող քո ոսկորները ճանաչի Աստծո երկյուղը։ Օրհնյալին ես ասում եմ, սա շատ թանկ բանի մասին եմ ասում քեզ։ Սա շիշա, սա մի տարայա, որի մեջ պարունակություն կա։ Գիտես ինչ Աստծո երկյուղը։ Պատկերացրա այն ինչ որ ունես այս պարունակությունը, այդ ամեն բան պահողը այս երկյուղն է։ Եթե դրա սրա բերանը բացեմ եւ շուռ տամ ամեն բան կթափի։ Ամեն բան սրա մեջից կողվի։ Եթե մենք կորցնենք Աստծո երկյուղը, իրապես կորցնենք Աստծո երկյուղը մեր մեջից, այս պարունակությունը կթափվի։ Ես խնդրում եմ քեզ, իմ սիրելի եղբայր ու իմ սիրելի քույր, ախորժելի դարձր Աստծո երկյուղը քեզ համար։ Սիրիր ճշմարտությունը եւ փափագիր ճշմարտությունը, ապրիր ճշմարտությունով եւ քայլիր ճշմարտությունով։ Տերը պահի քեզ եւ Տերը պահպանի քեզ։ Զորացնի քեզ, համարձակություն տա քեզ։ Սիրի հիշի Աստծո կամքը, որ քո սրբությունն է, իմ սրբությունն է։ Սիրիր դա, առանց որի ոչ ոք չի տեսնի Աստծո երեսը։ Թող Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։